Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին գործում է 2018 թվականի հուլիսից եւ արդեն 7 տարի պատարակների, ժամերգությունների եւ այլ արարողությունների շուրջ է միավորում դաշտավանցիներին։ Երեխաներին համախմբելու հարցում սակայն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ Քահանա Մարտիրոսյանը դժվարություններ էր ունենում, տարածք էր պետք։ Հոկտեմբերի 10-ին Սուրբ Աստվածածնի ետնամասում հանդիսավորությամբ եկեղեցապատկան Կիրակնորյա դպրոց բացվեց։ Այստեղ կգործեն նաև այլ խմբակներ, կիրականացվեն երիտասարդաց միության հավաքներ, սուրբգրային սրտողության դասեր, Կիրակնորյա պատարակներից հետո սիրո ճաշեր կկազմակերպվեն։ Նախապես նախատեսել էինք, որ շինությունը պիտի լիներ եկեղեցու բակում, բայց ինչպես տեսակ, ետնամասում է գտնվում, որը այլ առանձին հողակտոր է, որը այդ տան սեփականատերը նվիրել է մեզ եկեղեցուն։ Շենքը այլևս պատրաստ է եւ իր դռները վաղվանից բաց կլինեն մեր համայնքի եւ հարակից համայնքների երեխաների համար եւ ապագայում կունենանք այլ ծրագրեր, հիմա ուսուցիչներ ենք փնտրում, որ հարմար լինի իրենց գնալ գալու հարցը եւ ժամերը դպրոցից հետո կարողանան կազմակերպենք, կյանքի կկոչենք նոր ծրագրեր։ Հայ մեր, ողջույնս ես։ Հոգևորականները տնօրտնյաց կարգ կատարեցին, օրհնեցին հարկի բարիքները անդամներին, նաև բարերարներին։ 3 տարի տևած շինարարության ընթացքում դաշտավանցիներն աջակցել են քահանային ամեն հարցում, սակայն կառույցը ամբողջական ավարտուն տեսքը ստացել է 2021 թվականից Հոլանդիայում գործող IM հայկական բարեգործական կազմակերպության ջանքերով։ Ընկերության բոլոր անդամները հայեր են, ֆինանսական աջակից սակայն կարող են դառնալ բոլորը։ Մինչև այժմ IM-ը Հայաստանում ապրող կարիքավոր ընտանիքների սոցիալական օգնության ծրագրերով է զբաղվել։ Եկեղեցական ձեռնարկի հովանավորության առաջին փորձն է։ Մենք Հոլանդիայում ինչքանով մենք կարողանում ենք, մենք փորձում ենք մեր հայ ինքնությունը պահպանել, դա կլինի լեզուն սովորելով, հայկական ավանդական պարեր պարելով, եւ եթե մենք կարողանանք որպես սփյուռքի հայեր ինչ-որ մի ձևով օգնենք մեր ազգին եւ կարիքավորներին, մենք ամեն ինչ կանենք, որ դա իրականացնենք։ Տեր Աբրահամ Քահանա Մարտիրոսյանը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնության գիրը փոխանցեց կազմակերպության ներկա անդամներին եւ հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի։ Կիրակնորյա դպրոցը դեռ պետք է կահավորել, սակայն քահանաները վստահ են համայնքի ու բարեսեր մարդկանց շնորհիվ հարկ նոր օրի կբարեզարդվի։ Մերի Հովսեփյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։